Սիրելի բարեկամներ, ողջույն, սկսում ենք Status Quo հեղինական վերլուծական հաղորդման հերթական թողարկումը, ձեզ հետ է քաղաքագետ քաղաքագիտության դոկտոր Գեորգ Մելիքյանը, ես այսօր հյուրընկալել եմ մեր տաղավարում, ընդ որում առաջին անգամ պատերազմի մասնակից հանրային գործիչ Արման Պետրոսյանին. Արման, ողջունում եմ ձեզ։ Ողջույն, շնորհակալություն հրավերի համար։ Ես եմ շնորհակալ եւ հուսով եմ, որ մենք այսօր ձեզ հետ կունենանք հետաքրքիր ուշագրավ զրույց, մասնավորապես կխոսենք Հայաստանի անվտանգությանը վերաբերող բաղադրիչից, մասնավորապես ես ուզում եմ սկսել վարչապետի մոտավորապես 1 շաբաթ առաջ այն հայտարարությունից, որ Հայաստանը ձեռք է բերել D-30 հաուբիցներ, ընդ որում գործարանից։ Այստեղ մի քանի հարց է առաջանում, որքանով են այս ընդհանրապես սպառազինության գնումները պայմանավորված հենց անվտանգային բաղադրիչի հաշվի առնելով, այսինքն արդյոք իսկապես գնվում է այն ինչ որ անհրաժեշտ է։ Եվ երկրորդը արդյոք դա գնվում է Ռուսաստանից թե այլ գործարանից, եթե տեղյակ եք եւ կուզեն ընդհանրապես սպառազինության գնման եւ այդ գործընթացների մասին փոքր ձեր կարծիքը լսել։ Շատ լավ։ Նախ սկսենք, որ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ու անվտանգային խնդիրները չեն սկսվում ու վերջանում զենք գնելով, այլ դա մտածողության խնդիր է։ Այսինքն մենք լուրջ խնդիր ունենք մեր ռազմական դոկտրինի վերանայման հետ կապված։ Մենք չպետք է նայենք, թե մեզ ինչն ենք ուզում գնենք կամ ինչ են մեզ վաճառում, որպեսզի դա գնենք, այլ պետք է նայենք, տեսնենք հակառակորդ պետությունը տվյալ պարագայում Ադրբեջանը ինչ է պատրաստում մեր հետ ապագայում իրականացնելու, ըստ դրա մենք փորձենք հակադրվել Ադրբեջանի, որպեսզի նա հասկանա իր քայլերը անելուց արժի հարձակվել Հայաստանի վրա, թե չէ։ Իսկ այս պարագայում, քանի դեռ մենք ունենք այս քաղաքական իշխանությունը, դրա մասին խոսալն ու մտածելը զուտ ռոմանտիկա են ուղղակի։ Հիմա անդրադառնանք այդ D-30-ներին։ Վարչապետից 1-2 օր առաջ Ազգային ժողովի անվտանգության հանձնաժողովի падգամավորներից էլի քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը լրատվականի եթերում հարցազրույց է տալիս եւ ասում է, որ մենք 2 տասնյակ մոտավոր պրոֆեսիոնալ բանակ ենք ստեղծում ու 5-րդ սերնդի չափանիշներով, որին ի հակադրություն 2 օր հետո Նիկոլ Փաշինյանը միանգամից խոսում է D-30-ներից, ինչը 5-րդ սերնդի պատերազմի հետ ընդհանրապես կապ չունի կամ 5-րդ սերնդի զենք ընդհանրապես չի։ Հատկանշական է, որ ռուս-ուկրաինական պատերազմում ահագին ժամանակահատված է արդեն, որ եւ ռուսները եւ ուկրաինացիները հրաժարվել են 122 մմ տրամաչափի հաուբիցներից, որովհետեւ նրանց հեռահարությունը թույլ չի տալիս աշխատել այնքան հեռվից, որ դրոններով չխոցեն միմյանց, ինչպես նաեւ դրանք քարշակներով են, այդ Урալ մեքենաներով մինչև տեղափոխեն աճ ցախ մարտի բերել այդ ժամանակահատվածը ու վերևից դիտարկում իր մեխանիկական լուծումները ուղղակի մեր այն իմ պատկերացումները ինչը կան, որ մեր բանակում պետք է լինեն այդ ցանցակենտրոն ղեկավարումը ու նոր տեխնոլոգիաները հաշվի առնելով արագություն, էֆեկտիվություն, այդ D-30-ը ուղղակի չի մտնում այդ չափանիշների մեջ։ Հա ինքը ժամանակին եղել է լավ զինատեսակ, բայց հիմա տեղը զիջել է մի քանի այլ առաջատար ավելի մոբիլ, հա։ Այո։ Փորձենք խոսենք բանակի էֆեկտիվությունը։ Արման, մի հարց էլ կար, արդյոք սա ռուսական արտադրության է եւ եթե այո, ապա արդյոք անգնվել է ռուսական գործարանից, արդյոք դուք տեղյակ եք։ Դե իմ տեղեկություններով դա ձեռք է բերվել Պարսկաստանից, Ռուսաստանի այդ վարչապետը, որ շեշտում էր, մենք չկրակած D-30 գործարանից ենք բերել, այսինքն 5 քաղաքական ղեկավարները, որ ռուսական կողմից գնում էին կամ նվեր էին ստանում 5 տեսակի D-30-ները, ի հակադրություն դրան է ասում, իբր մենք ավելի լավն ենք ձեռք բերել, էլի։ Բայց ոչ ռուսական գործարաններից։ Իմ տեղեկություններով պարսկական է։ Բայց պարսկասամ արտադրում են D-30։ Դե կարող են արտադրել, ինչու ոչ։ Շատ լավ, անցնենք եւ ձեր հաջորդ մտքին եւ կարող եմ հարցը ձևակերպել, Հայաստանը որքանով է պատրաստ նոր պատերազմի։ Հայաստանը ներկա պահին պատրաստ չէ նոր պատերազմի, քանի որ երբ դու երկիրը փորձում ես երկրի անվտանգությունը պաշտպանել ու պահպանել
սահմանին կանգնած զինվորներով դու արդեն պարտված ես, որովհետև երկրի անվտանգային խնդիրները սահմանից չի սկսում։ Դա սկսում է համակարգային խնդիրների բացակայությունից, որը այսօր գերխնդիր է մեր երկրի համար ծառացած։ Այդ իրենից ինչ է ներկայացնում, նախ մենք չունենք սպայական այնպիսի ինստիտուտ, որը որակյալ սպաներ կմատակարարի մեր բանակին ու այդ սպաները կհանդիսանան մեր բանակի հզորացման գրավականը։ Այսինքն մենք տարիներ շարունակ սպաներ ենք ուղարկել Ռուսաստան բարձր պատրաստվածություն ստանալու ու հրաժարվել ենք այն մտքից այն ժամանակ, երբ որ աշխարհում ամենամեծ փորձը ու էֆեկտիվությունը արդեն ունեն ռուսները ռուս-ուկրաինական պատերազմի շնորհիվ, մենք հրաժարվել ենք մեր կուրսանտներին ու սպաներին ուղարկել Ռուսաստան ռազմական ուսումնական կենտրոններում սովորելու։ Այդ արդեն քաղաքականության հետևանքներն է վարած ներկա իշխանության, որի դառը հետևանքները մենք կրում ենք հիմա։ Իհարկե այստեղ շատ վիճելի բաներ կան, որքանով են ռուսները մեզ համար այլևս մոդել հանդիսան, մանավանդ որ իրենք էլ հենց շատ ավելի հակառակ գնացին հայկական շահին, թերևս, բայց սա այլ հարց է։ Մենք ունենք հիմա սպաներ, ովքեր գնում են Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, որքան գիտեմ նաև Հնդկաստան, եթե չեմ սխալվում, արդյոք նրանք չեն ստանում համապատասխան նատոյական չափանիշներին ավելի համարժեք կրթություն, ինչ օրինակ անում է Ադրբեջանը Թուրքիայի միջոցով։ Մենք շատ լավ գիտենք, որ թուրքական եւ ադրբեջանական համագործակցությունը մոտավորապես կրում է այդ ստանդարտիզացիայի բնույթ, երբ որ թուրքերի միջոցով Ադրբեջանը փորձում է նատոյական մակարդակի կամ չափանիշներին համապատասխանեցնել իր զինված ուժերը։ Այստեղ ունենք նման հնարավորությունը ձեզ։ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը մի պարզ պատճառով հասավ հաղթանակի մեր նկատմամբ, առավելության ավելի ճիշտ, ստեղծել էր համակարգ, համակարգի միջոցով էր դուրս եկել պայքարի, իսկ մենք դեռ մնացել ենք կամավորի հույսին։ Մեր երկրում պաժառա լինում, ասում են կամավոր է պետք։ Ձյուն պետք է մաքրվել, ձյուն պետք է մաքրվի, քաղաքապետն ասում է հելեք ձեր հայատները մաքրեք։ Պատերազմա լինում, ասում է 30 հոգի դզեք, ժիլետ կասկա վերցրեք, գնացեք պատերազմի, թե այդ մարդկանց այդ որտեղից այդ ժիլետ կասկեն ոչ մեկ չի հասկանում։ Այդ մտածողության մասին եմ ես ասում, որ մենք պետք է ունենանք տարածքային պաշտպանության մոդել անվտանգային, որը հրամանով չի ստեղծվելու, էլի, այդ արդեն ինչպես վերևում նշեցի, մտածողության խնդիր է։ Այդ գաղափարային անվտանգային համակարգը մենք պետք է նենց սերմանենք այս երկրում, որ բոլոր մեր ինստիտուտները փոխկապակցված լինեն։ Դե դուք խոսում եք համապարփակ անվտանգությունից, ըստ էության, երբ որ բոլոր ոչ պետական եւ պետական ինստիտուտները սկսեն սինխրոնիզացված եւ հարմոնիզացված աշխատել, բայց այդ պետք է արվի, ով պիտի անի, պետությունը թերևս, բայց եթե պետությունը չի անում, ինչ պետք է անենք այդ դեպքում։ Երկրում առհասարակ բոլոր պետություններում խնդիրները եւ լուծումները բացառապես քաղաքական են։ Այսինքն մեր երկրում պետք է լինի այնպիսի քաղաքական ուժ, որը ունակ կլինի այդ քաղաքական կամքն ու պատասխանատվությունը կստանձնի այդ բարեփոխումները իրականացնելու։ Ես բարդ մաթեմատիկական հաշվարկներ չեմ ասում։ Ընդհանրապես պետք է ցանկություն, այս երկրում կան բազմաթիվ ճանապարհ անցած թե զինվորականներ, թե այլ ոլորտի մասնագետներ, ովքեր կարող են ու ոմանց շատերին ես անձամբ ճանաչում եմ, կարող են փոփոխություններ մտցնել այս անվտանգային հարցերի մեջ։ Մի պարզ բան ասեմ, դպրոցից բանակ անցումը մինչև այսօր մենք չենք կարողանում ճիշտ իրականացնել։ Այդ ինչ է իրանից ներկայացնում։ Այս մարդիկ տարի 6 ամիս սարքեցին ծառայությունը, բայց չեն կարողանում բացատրել ինչի համար են տարի 6 ամիս սարքել ժամկետային զինծառայությունը ու ինչ պետք է անի դպրոցականը մինչև բանակ գնալը։ Ունենք դպրոցում ռազմագիտություն առարկան, որը ընդհանրապես չի ծառայում իր նպատակին։ Դրա համար մենք պետք է ռազմագիտություն առարկան փոխարինենք ռազմավարական մտածողություն առարկայի, որը իր մեջ կներառի աշխարհագրություն, ֆիզպատրաստություն, զինվորական պատրաստություն առարկաները։ Այսինքն երեխան դպրոցականը մինչև բանակ գնալը նախ պետք է թիմային խաղերի միջոցով առաջնորդություն սովորի, թիմային պայքար սովորի, որ անհատը իզորու չէ կանգնել համակարգի դեմ դիմաց միայնակ։ Ու
Դրան զուգահեռ պետք է լինեն ռազմամարզական ճամբարներ, ձմեռային եւ ամառային, որտեղ երկամսյա ձմեռային եւ 3-ամսյա ամառային ճամբարների միջոցով, ովքեր պետք է զորակոչվեն բանակ, անցնեն նախնական զինվորական կրթություն, տիրապետեն հրաձգային զենքերին, տիրապետեն տեղագրությանը, ինչի պատճառով 44 օրյայի ժամանակ ունեցանք թե գերեվարվածներ, թե սխալ նահանջի հետևանքով զոհեր հակառակորդի կողմն անցած մեր զինվորներից, այդ ամեն ինչը չիմանալու, չսովորելու հետևանքներն է։ Արման, դուք ձեր խոսքում նշեցիք, որ այսինքն դուք ինչ որ հիմա նկարագրում եք, դա ավելի շատ խոսում է այն մասին, որ Հայաստանը չի պատրաստվում, ուղղակի պատրաստվում, այսինքն քաղաքական վերնախավը համարում է, որ Հայաստանը նման ռիսկ չունի, այս վերջերս դուք տեսաք, որ արտաքին հետախուզության զեկույցը եղավ տարեկան, որտեղ հավանականությունը շատ ցածր համարեցին Ադրբեջանի հետ առճակատման էսկալացիայի, որոշ խնդիրներ իրենք տեսնում են Արևմտյան Ադրբեջանի օգտագործման մասով, որոշ էլի հարցեր կան, բայց գլոբալ առումով հավանականություն որ կլինի էսկալացիա չկա եւ նաեւ պետական այրերը, մասնապես վարչապետը եւ արտգործնախարարը մի քանի անգամ կամ նույնիսկ օրվա մեջ կարող են մի քանի բազմիցս ասել, որ այլև ավելի անվտանգ չի եղել Հայաստանը, քան երբևէ այսօր, քան երբևէ։ Բարի, այդ կեղծ օրակարգ է ուղղակի եւ ժողովուրդն էլ սիրում է, որ իրան խաբում են, հույսով սպասում են։ Այդ խաղաղության կեղծ օրակարգի մասին է ձեր ասածը, ինչին ուշադրությունը շեշտը դրել է վարչապետը Հայաստանի։ Չի կարող լինել գիշատչի ու զոհի մեջ խաղաղություն։ Այդ փոխակերպենք Ադրբեջանի եւ Հայաստանի վրա, այսինքն երբ դու միակողմանի զիջումների ես գնում, դա չի կարող բերել երկարատև խաղաղության։ Դա կեղծ օրակարգ է ու վաղը մյուս օր երբ մի բան արդեն չկարողանա զիջել Նիկոլ Փաշինյանը կամ արդեն զիջած վերջացրած կլինի, ել ինքը ուղղակի Ալիևին պետք չի լինելու, ինչպես նաև տարածաշրջանում դերակատարություն ունեցող պետությունների ղեկավարներին պետք չի լինելու ու ինքը հեռանալու է ուղղակի։ Իր հեռանալը շատերն են սպասում այդ հեռանալուն, բայց կարծեք ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան, ոչ էլ խաղացողներ։ Այստեղ հարց է առաջանում նաև, որ դուք նշեցիք, որ ռազմական դոկտրինի բացակայություն կա եւ մենք ունենք անվտանգության դոկտրին 2020-ին ընդունված, հենց տարածիորեն պատերազմից 1-2 ամիս առաջ, բայց հիմա դուք կարծում եք, որ դա կարեւոր է նորից փոխել, վերանայել եւ այդտեղ ուղղակի ինչ արդեն երևի որ նորը լինի, այդտեղ չի լինի Արցախի հիշատակումը, թե Հայաստանը համարվում է Արցախի անվտանգության երաշխավորը մինչեւ հիմա գոնե այդ փաստաթղթով ինչ պիտի փոխի, եթե վերնախավը նույնն է, մտածողությունը նույնն է, արդյոք այդ փաստաթուղթն է, որ կարևոր է։ Եկեք խոսենք, թե մենք ինչ կարող ենք անել առանց իրենց։ Մի կողմ դնենք, որ քաղաքական ղեկավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տվյալ սուբյեկտներն են։ Նախ առաջինը պետք է կարճ ժամանակահատվածում հասնել նրան, որ մեր առաջնագծում կենթանիուց չլինի զինվորական 18 տարեկան ժամկետային զինվոր կամ պայմանագրային զինծառայող չլինի ուղղակի։ Մեր բոլոր ռեսուրսը, մեր ֆինանսական միջոցները, կենթանի ուժը մենք գեներացնում ենք առաջնագծում, ինչը բազմիցս անգամ Ադրբեջանը մեզ փորձով ցույց է տվել, որ ինչքան դուք մնաք խրամատի մեջ, ինչքան կանգնած մարդ վարեք, ես այդքան ձեզ ավելի լավ եմ կոտորելու։ Դրա վերջի դեպքերը պարզ եղավ 22 թվականի սեպտեմբերյան դեպքերը, երբ մեկ օրվա մեջ 54-ից 56 դիրք վերցրեց Ադրբեջանը, 224 զոհ պատճառեց մեզ, 298 վիրավոր, ինչը մեր բանակի թվով մեկ գումարտակ ուղղակի դուրս եկավ շարքից ու 8 կիլոմետր առաջ խաղացում գրանցելով մոտեցան Ջերմուկին, որպեսզի ավելի պարզ պատկերացնենք, թե ինչքան տարածք են գրավել, Երևանի տարածքի չափ տարածք է ինքը վերցրել ու դրա մասին մենք ընդհանրապես մոռացել ենք, որ Ադրբեջանը գտնվում է մեր սուվերեն տարածքում ու դրա մասին խոսք չկա այսօր։ Փաշինյանը ասում է, որ այդ հարցը կլուծվի դեմարկացիա եւ դելիմիտացիայի արդյունքում, բայց սա չի նշանակում, որ այսինքն խորամանկում է ըստեյության, որովհետեւ դեմարկացիա եւ դելիմիտացիայի արդյունքում կարող է պարզվի, որ այդ հողը հենց ադրբեջանական են, իրենք մենք, այսինքն հայկական կողմը ընդունում է, որ Ադրբեջանը, հետեւաբար կամ այդտեղից ընդհանրենք 100 մետր կարող են տեղաշարժվել, ասեն այս սա ձերն է, բայց այս մնացածը մերն է, մենք մեր տարածքների վրա ենք։ Կարող է նման բան լինել։
Այդ 99% հավանականությամբ այդպես է լինելու, քանի որ ուժեղն է թելադրում օրակարգը, տվյալ պարագայում Իլհամ Ալիևն է հաղթողը, ու որ օրը Իլհամ Ալիևը գնաց մի փոքր զիջման, ինքը այդ օրվանից հաղթողի կերպարը Ադրբեջանի ժողովրդի մոտ կորցնելու է։ Եվ ուտելուց է ախորժակը բացվում, այդ սկզբունքով ինքը գնում է առաջ։ Հիմնական մարդիկ իհարկե մենք շատ հետաքրքիր թեմաներ են բացում այսօր, դա համար ուզում եմ որ անդրադառնանք, օրինակ Ադրբեջանում ոմանք դժգոհ են, որ Ադրբեջանը Հայաստանին տրամադրում է նավթամթերք։ Համարում են, որ դա սխալ է, արդյոք դա ազդում է հենց Ալիևի հակառակ բացասաբար է ազդում Ալիևի հեղինակության վրա, թե ընդհակառակը։ Նման մանր հարցերը իմ պատկերացումներով Իլհամ Ալիևը մի 1000 անգամ կցմբռնում նոր մատուցում է, էլի, համ իր ժողովրդին, համ էլ Հայաստանին։ Այդ մի քանի 1000 տոննա նավթամթերքն ու հացահատիկը, այդ մենք լավ հասկանում ենք, որ նախընտրական քարոզարշավի մասն են կազմում։ Դրա համար եմ ասում, քաղաքական ճիշտ լուծումներ են անհրաժեշտ, որ այսօր էս մեր ընկերը ճակերտավոր չի կարողանալու տալ Հայաստանին։ Արման, դուք խոսեցիք սպայական կազմից, խոսեցիք մտածողության բացակայության մասին անվտանգային, գիտեք որ վերջերս եղավ 2025-ին, եթե չեմ սխալվում, 25-ի կեսերին եղավ, այսպես ասած, բանակի կերպափոխման կամ տրանսֆորմացիայի տեսլականը, ռազմավարությունը, որտեղ խոսում են հենց ըստ էության մտածողության, կարծեք թե փոփոխության մասին, սերժանտական կազմին նոր հմտություններով օժտելու անհրաժեշտության մասին, արդյոք սա ընդհանրապես բարի ցանկություն է եւ իրականության հետ առնչություն, թե ինչ որ բան ինքը ամեն դեպքում գոնե ոմանք ասում որ լրջորեն հիմա մեր բանակը անցնում է այդ բարեփոխումների, կերպափոխումների միջով։ Ձեր ասածը մի բան հիշեցրեց, այս քաղաքական թիմերի հետ հանդիպումների ժամանակ անվտանգային ոլորտից միշտ հարց են տալիս, ասում են դե ունենք շատ ուժեղ գեներալներ, դե չեմ ասում, այդ գեներալները որ շատ ուժեղ կային այս երկրում, ինչ է այդ պարտությունը կրեցինք։ Հիմա նույն մարկանց տարբեր հագուստներ հագցնելով երևույթը չի փոխվում։ Այդ չես կարա հրամայես ասես դու սենց պետք է մտածես։ Այս մարդիկ եկել են 7 տարի է բանակում չեն կարողանում քրեական ենթամշակույթը վերացնեն, չեն կարողանում հասնել նրան, որ դիրքում կանգնած զինվորը, ինչպես նշեցի, նախ էլ չպետք է կանգնի դիրքում զինվոր, բայց որ կանգնում են սրանց ընդունակություններն այդքան է կանգնեցնում են զինվորին դիրքում, ոնց այդ քնելու այդ հոգնածության համար, երբ որ զինվորի աչքերը փակում է, դրա համար չպետք է զինվորին ստորացնեն, հասցնեն ինքնասպանության կամ իրենք սպանեն ու կոսկեն այդ հանցագործությունները։ Ու նմանատիպ լիքը խնդիրներ կան։ Սերժանտական համակարգ են դնում, այդ սերժանտին որ մի ժամկետային զինվորն է պատվի առնելու այս մտածելակերպով։ Էլի այն վաղ սպա զինվորն էին հակադրվում, սպային լավ աչքով չէին նայում բանակում, ինչը էլի պարտության գլխավոր խնդիրներից մի բաղադրիչ էր։ Նույնն էլ այդ սերժանտն է առանձնացվելու, ինչը լինելու է պայմանագրային, ու այսօր ասում են պայմանագրային զինվորների քանակը շատացնելու են 5-6 հազար թվեր են ասում։ Մի բարեփոխման անունը, երբ որ զինվորականները դրել են լվային քթ, այդտեղից ինչ որակ պետքա դուրս գա։ Դա ո՞րն է։ Այդ պաշտպան հայրենիացին են երևի ասում, այդ ասում են լվային քթի զինվորները, էլի։ Աբսուրդ է ուղղակի, դե զինվորներն են դրա անունները։ Լվային քթ։ Այո։ Չլսել բան։ Այդ նման բաները որ լսում ես, այդ արդեն ցավ ես ապրում, որովհետև դա պրավալի մասին է խոսում։ Բայց այստեղ փոքր զուտ արդահանուն արդարության, այսինքն ավելի լավ չի որ փորձ անում են, այլ հարցա թե հիմա դուք կարող եք նաև նշել թե իսկ ինչ որն է ճիշտ ճանապարհը, բայց որ փորձ անում են, այսինքն որ խնդիրը տեսել են, նկատել են, չնայած եւ դժվար է չնկատել այդ խնդիրները, այնքան ակնառու են, այնքան երկար տարիներ ունեն, որ պետք է ուղղակի կույր լինես, որ չտեսնես։ Բայց միգուցե փորձում են, կարող է այդքան էլ հաջողված չլինի, բայց գոնե փորձում են, թե դա այդ ճիշտ մոտեցում չէ, գոնե փորձել։ Հարցին հարցով պատասխանեմ, մի բարեփոխում ասեք, որ օգտակար է եղել բանակի համար։ Ես ճիշտն ասած կուզեմ որ դուք պատասխանեք, որովհետև դուք եք Հայաստանի Հանրապետությունում սովորական քաղաքացին ժամկետային զինծառայողի ծնողին հարցնես մի անգամից ասելու է լավ հաց են տալիս։ Դա ճիշտ է։ Հա, ճիշտ է, լավ հաց են տալիս, բայց հաց տալով անվտանգության խնդիրը չես լուծում։ Այդ հացը
նորմալ է որ տալիս են, այդ թող թանկով մեր վրա չծախեն, թե ձեր զինվորին մենք հաց ենք տալիս, էլ դուք զինվորական տերմինոլոգիայով ասած տոլիկ չուղարկեք ձեր զինվորին, ծանրոց չուղարկեք։ Այդ նորմալ է, բայց ֆինանսը հատկացված է, ժամանակին մսխել են այդ գումարները, այսինքն եթե հիմա որ գումարը ծառայման նպատակին X չափով, այդ բանը էլի թանկով ծախում են մեր վրա, իբր տեսեք հաց ենք տալիս։ Հաց եք տալիս 20 թվի կռվից հետո ճակատը կրկնակի անգամ երկարել Ադրբեջանի շփման գծի, ոչ միտեղ նորմալ ամրաշինական աշխատանքներ այդ բաներում չեն կատարել, խրամատներում, հիմա եսիմինչ դասակի վաշտի կազմով բունկերներ են սարքում, որ ընդհանրապես ապագա կռիվների համար պետք չի, քանի որ դու ուտե մտար, էլի կանգնած ես մնալու քո դիրքում, իսկ ինքը ինչ խնդիր է տալիս առաջացնում մեր համար, մեր ղեկավարումը կենտրոնական է, կենտրոնացված ղեկավարում է, դա մեզ պետք չի, մեզ պետք է ապակենտրոն ղեկավարում բանակում, որպեսզի ամեն տարածաշրջան կարենա իր խնդիրը լուծել, այդ կենտրոնական ղեկավարման թերությունները մենք տեսանք, գերին կնելուց, դիրքեր հանձնվելուց, վերջացրած մինչև Արցախի կորուստ, այդ մի քիչ մեծ թեմա է իր մեջ պարունակում, բայց փորձեմ համառոտ ասեմ, դրա համար մեկ գլխավոր մեղավոր այդ կենտրոնական ղեկավարման 2007 թվի ռազմական դոկտրինի ընդունման որոշում կայացնողներն են Սեյրան Օհանյանի հովանավորչությամբ։ Ինքը ինչ էր հրաման տալիս, ասում էր, եթե կրակում են դիրքի վրա կամ շարժ եք նկատում, դիրքի հավաքը զեկուցի դա հենակետ, հենակետը վաշտ, վաշտը գումարտակ, գումարտակը զորամաս, դիվիզիա, դիվիզիան ՊԲ, ՊԲ-ն էլ ՊՆ, գենշտաբ։ Այսինքն, երբ որ դու քո առաջ ծառացած խնդիրը փորձում ես վերադասի միջոցով լուծել, դա դու ազատվում ես պատասխանատվության զգացումից, այսինքն դու էլ քո մեջ ուժ չես գտնում այն աշճանի, որ այդ խնդիրը դու քեզանով լուծես։ Այսօր Ադրբեջանը ռազմական այնպիսի դոկտրինա մշակել, որ այնպիսի զինատեսակներ է ձեռք բերել, անունները չնշեմ, միևնույն է լսողներին, մեծ դիտողներին մեծ հաշվով ոչ մի բան չի տալու այդ զինատեսակների անունները, ինքը այնպիսի ռազմավարություն է մշակել, որ մեկ օրվա ընթացքում մեզ քաղաքական կապիտուլյացիայի է ենթարկելու, քանի մենք դեռ այս կենտրոնացված ղեկավարմամբ ենք։ Ադրբեջանը շատ ճիշտ քայլերը իրականացնում է, անցնում է մեր թիկունք ճանապարհները վերցնում է, դու ինչքան ուզում ես դիրքում մնա։ 20 թվականին եկան ասան Շուշի, մենք դեռ 1700-1800 հոգով Հադրութի առաջնագծում դիրք ենք պահում։ Անիմաստ խմբականակի զորքի վատում։ Սրանից քանի հազար տարի առաջ Սունցզին պարզ լեզվով ասել է, մենք էլ թարգմանել ենք հայերեն, այդ գիրքն էլ Իլհամ Ալիևի սեղանին դրած է։ Պատերազմի արվեստը, որ պատերազմը չեն հաղթում քանակով։ Այդ մի նախադասություն է, երբ որ մենք գիտակցենք ու ժամանակին համահունչ ճիշտ տեխնոլոգիական լուծումներ կիրառենք, մենք հաստատ ոչ թե գոյության կռիվ ենք արդեն տալու, այլ տարածաշրջանում գործոն ենք լինելու։ Ոչ թե գործիք։ Այո, հիմա մենք գործիք ենք, ամեն մեկը մեզանով առևտուր անում։ Մի հատ էլ բողոքում ենք ռուսները մեզ չօգնեցին, այդ 22 թվականին որ Ջերմուկի վրա հարձակվել էին, ՀԱՊԿ-ի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն էր տվյալ պահին, թող ինքը իրան օգներ, ինչի համար չօգնեց։ Դե ասում են ՀԱՊԿ-ը չարձագանք է ըստ։ Վերջի որոշ դրա համար եմ ասում, ղեկավարն ինքն էր։ Այդ ձեր ասածը նույնն է, ոնց որ այս երկրի քաղաքացիներն ասում են, էսի չի կարում երկրի ղեկավարը ասում է, դե խեղճն ինչ անի։ Խեղճը ինչ գործ ունի լինի ղեկավար։ Մարդիկ են ընտրել։ Ինքը 2012 թե 13 թվականից եղել է падգամավոր, չէ՞, ազգային ժողովում։ Գոնե այդ ժամանակվանից դոստուպ ունեցել տեղյակ լինելու Հայաստանի անվտանգային ու ռազմական խնդիրներին, տեղյակայել է բոլոր գործընթացներին, այդ 18 թվականին, որ եկի ասում էր ինձ մանդատ տվեք, իշխանություն տվեք, ես այս երկիրը կանեմ այս ծանր վիճակից, մենք էլ հավատացինք, այդ մանդատը տվեցինք, տարավ մեզի կործանում։ 21-ին էլ տվեցին եւ չի բացառում, որ կարող 26-ին էլ էլի մարդիկ լինեն, որ գնան եւ զանգան։ Դե այսօր այս երկրում փաստացի լվոր համար 1 ուժեղ տղեն ինքն է, ոչ թե ճակերտավոր, այլ համար 1 տղեն ինքն է, որ կարողա օրակարգ թելադրի։ Եթե մեկը կա, որ կարա կանգնի ասի, ես իրան կհանեմ ու կհանի, այդ համ
աչը պաչեմ, ասեմ ցավը տանեմ, հետևիցդ գամ, ինչ էլ ասես անեմ։ Արման, շնորհակալ եմ շատ եւ հուսով եմ, որ սա առաջին, բայց ոչ վերջին անգամը, որ մենք հանդիպում ենք, որտեղ այս թեման իրական անչափ կարևոր է, անվտանգությունը բառի բոլոր իմաստներով, ոչ թե այդպես ցանկություն իրականության տեղ ներկայացնում, ինչպես որ շատերը հիմա դրա մեջ են, այսինքն մարդկանց թվում է, որ եթե սահմանային հատվածում կրակներ չկան, չեն կրակում, էսկալացիա չկա, նշանակում է, որ Ադրբեջանը հանկարծ մի օրում փոխվեց եւ դարձավ շատ պուպուշ, շատ լավ։ Պապական խոսքը է, մի հատ ասում մարման գետից վախեցի։ Շնորհակալություն Արման։ Ձեզ նույնպես։ Շնորհակալություն նաեւ ձեզ սիրելի բարեկամներ, որ հետևեցիք Status Quo-ի հերթական թողարկմանը։ Շարունակեք հետևել Եվրամեդիա 24-ի աշխատանքներին։ Հաջողություն ձեզ։